Օրերս համացանցում մեծ քննարկման էր արժանացել այն թեման, որ ներկայումս բազմաթիվ բլոգերներ վաստակում են ավելի շատ, քան որևէ այլ մասնագիտության տերանզինք, անգամ ուսուցիչները կամ բժիշկները։ Դերասանուհի Նազանի Հովհաննիսյանը ևս անդրադարձել էր այդ թեմային նմանատիպ հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում գրելով. «Ուսուցիչների վիճակը շատ վատ է, որպես նախկին դասախոս եմ ասում, 15,000 էի ստանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դասախոս»։ Վերջին շրջանում Նազանին ինքն է հարցազրույցներ վերցնողի դերում, սակայն դեռ տարիներ առաջ տված իր հարցազրույցներից մեկում նա անդրադարձել էր մի քանի թեմաների, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «Չեմ կարծում, որ կա մի մասնագիտություն, որտեղ հաջողակ համարվող մարդու համար ամեն ինչ հեշտ է եղել, ընդհանրապես հեշտ բան չկա։ Ինձ առաջ են մղում հենց այդ դժվարությունները, որովհետև դրանց հետ մեկտեղ դու ունես ինքնապահպանման բնազդ։ Դու ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, որը որպես կանոն առաջին հերթին հետաքրքիր գործընթաց է։ Ցանկանում ես հետաքրքիր գործընթացի մեջ ներգրավված լինել։ Քո աշխատանքի և նպատակասլացության արդյունքն այն շնորհակալությունն է, որը լսում ես։ Տա Աստված միշտ արդյունքը լինի, բայց ինձ համար կարևոր է ողջ գործընթացը և այն, թե ինչու և ինչպես եմ այդ աշխատանքն անում։ Ես միշտ ասում եմ, որ մարդն իր ծնված օրվանից իր վրա աշխատում է։ Դերասանը, հաղորդավարը, շոու բիզնեսի որևէ ներկայացուցիչ, բժիշկ և առհասարակ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց վրա աշխատում են։ Պարզապես հաղորդավարական ասպարեզում կան բնորոշ դժվարություններ։ Եթե ենթադրենք բժշկական ասպարեզում հնարավոր է գտնել սրտի վիրահատության նոր եղանակ և ապա պահպանել վիրահատության այդ ավանդույթը, ապա հաղորդավարության ասպարեզում պահպանելով սկզբունքները պետք է անընդհատ նոր բան ներկայացնել։ Որքան աշխարհը շարժվում է, փոխվում, նույնքան էլ մարդն է ամեն վայրկյան փոխվում։ Հաղորդավարը վայրկենական փոփոխության տեսանկյունից պետք է կարողանա փոխել այն մասնագիտությունը, որի կրողն է։ Հաղորդավարի դեպքում չկան հստակ կանոններ, որոնց պահպանելու կամ չպահպանելու դեպքում կարող ենք ասել լավ կամ վատ հաղորդավար է։ Շատ անհատական մանրուքներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Հաղորդավարական ասպարեզում ամենակարևոր գործոնը մարդն է և ամեն մի նյուանս շեշտադրվում է այդ գործոնով։ Առաջին հերթին պետք է մարդ լինել, փորձել լինել հետաքրքիր, զարգացած, կրթված և իմ կարծիքով նաև բարի։ Կան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր բարի չեն և իրենց ներքին չարությունը միշտ եթերից զգացվում է։ Բարությունը ստեղծելով ջերմ և ազատ միջավայր հնարավորություն է տալիս դիմացինին անկեղծանալու։ Հաղորդավարությունը մարդակենտրոն մասնագիտություն է։ Մարդկանց մի մասը վստահում է անվանը, որը կերտել եմ այս տարիների ընթացքում։ Կան մարդիկ, ովքեր վստահում են իմ եռանդուն աշխատասիրությանը, որովհետև իմ բոլոր թերություններով հանդերձ ես դեռ չեմ դադարում ինքս ինձ վրա աշխատել։ Հաղորդում կամ ծրագիր վստահելու հարցում նաև ազդում է այն, որ ինձ համար ամեն աշխատանք հետաքրքիր է։ Իրականում ես տարբեր հաղորդումներ, համերգներ շատ ավելի քիչ եմ վարում, քան իմ գործընկերները՝ Ավետ Բարսեղյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը և այլք։ Բայց ինչ խոսք, ինձ համար միշտ շոյող է այն փաստը, որ մարդիկ ինձ են ֆիքսում, թեև իրականում այդքան շատ ծրագրերի չեմ մասնակցում, որքան թվում է։ Ես անգամ ամենօրյա հաղորդում չունեմ։ Սուտ կլինի ասել, թե անընդհատ հայտնվում եմ։ Այդ տասնյակն այսօր շատ գեղեցիկ մոդելներ, հանրահայտ գեղեցկուհիներ են գրավում և ես երբեք չեմ հավակնել մոդել լինելու կամ հատուկ գեղեցիկ երևալու, բայց խնամված լինելը միշտ պարտադիր է։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և շատ հաճելի է, որ մարդիկ ինձ որակում են նաև որպես արտաքնապես գեղեցիկ կամ սեքսուալ։ Հայաստանում նորաձև կամ սեքսուալ երևալու համար հատուկ քայլեր անել չարժե, որովհետև փոքր երկիր լինելով մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք։ Այստեղ կինը կամ միշտ սիրված գնահատված է, կամ էլ շատ քարկոծված։ Ամեն դեպքում լավ է, որ կինը մեզ մոտ միշտ ուշադրության կենտրոնում է։ Մյուս կողմից էլ իհարկե ես ցանկանում եմ միշտ արտաքնապես ներկայանալի տեսք ունենալ։ Դա իմ աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ինչպես ներքին հիգիենայի ես հետևում, այնպես էլ քո արտաքինին պետք է հետևես։ Մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Հաճախ ինձ երիտասարդ աղջիկներ են դիմում և հարցնում, թե ինչպես կարելի է հաղորդավար դառնալ։ Պատասխանը սա է. հարցն այն չէ, թե ինչպիսի դիմագծեր կամ ինչ ֆինանսական հնարավորություններ ունեն։ Մաքրությունը, կոկիկությունն ու ներկայանալի տեսք ունենալը բոլորովին գումարի հետ կապ չունեն։ Ինքս երկար ժամանակ անցել եմ մի փուլով, երբ չկային դիզայներներ, հնարավորություններ և այլն, բայց միևնույն է, ես միշտ փորձում էի իմ փոքրիկ փորձերով ներկայանալի տեսք ունենալ։ Եվ առհասարակ ամենակարևոր բանն արտաքինից առավել ներքին տեսքն է, բովանդակությունը, որը չի կարող չարտացոլվել արտաքինի մեջ։
Կան մի շարք զգեստներ և սանրվածքներ, որոնց հեղինակը հենց ես եմ, բայց ես մեծ սիրով աշխատում եմ և դիզայներների, և վարսահարդարների և դիմահարդարների հետ, թեև որպես կանոն իմ մեջ գիտեմ ինչ եմ ուզում։ Դա շատ կարևոր է մարդու համար ճանաչել ինքդ քեզ և հասկանալ ինչ ես ուզում։ Այն արտիստներին, որոնք այդքան էլ ինքնուրույն չեն այս հարցում, ես միշտ հորդորում եմ մասնագետի դիմել, որովհետև մենք ունենք շատ լավ դիզայներական դպրոց, հրաշալի դիմահարդարներ, վարսահարդարներ։ Եթե մենք անհաջող հարևաններով շրջափակված չլինեինք, ցանկացած հայ դիզայներ կարող էր հավակնել աշխարհահռչակ լինելուն։ Ես շատ փակ ու չշփվող մարդ եմ, օր կա լավն եմ, օր կա վատը, օր կա շփվող եմ, երազում եմ մարդկանց մասին, ցանկանում բոլորին օգնել, բայց օրեր էլ կան, որ ուզում եմ փախչել բոլորից և մեկուսանալ։ Հաղորդավարի գործը որքան հետաքրքիր է, նույնքան էլ սթրեսային։ Սթրեսն իր հետ բերում է թախիծ, տխրություն, կորուստ։ Հաղորդավարն անընդհատ էներգիա է տալիս։ Ես փորձում եմ լցվել, կարդալ, եկեղեցի գնալ, հոգևոր սնունդ ստանալու, փորձում եմ լինել հասարակական ակտիվ մարդ, բայց աշխատում եմ, որ առկա ամենավատը, նեգատիվը չսողոսկի իմ մեջ, որովհետև դրանից հետո սկսում ես ներսից հուսահատվել ու միակ լուծումը թվում է երկրից գնալը։ Հետո անալիզի ես ենթարկում և հասկանում, որ իրականում ուզում ես քեզնից փախչել։ Ես կարող եմ վստահեցնել, որ իմ շատ գործընկերներ նույն փաստի առջև են կանգնում, երբ անընդհատ աշխատում են, փորձում են անել այն, ինչ կարող են, նույնիսկ չեն կարող, բայց երբ հենց այնպես նեգատիվ են ստանում, սպանվում են։ Խոսքը մարդուն ավելի շատ է սպանում, քան զենքը։ Զենքով մեռած մարդու մահը միայն ֆիզիկական է, իսկ խոսքով սպանված մահը հոգևոր է և ցավոք սրտի սպիացած վերքն անընդհատ արյունահոսում է։ Բարի լույս, այս քանի օրը ուշադիր հետևում էի Ֆրանսիայում տեղի ունեցած օլիմպիական խաղերի բացման արարողությանը, դրանից բխող խայտառակ իրավիճակներին, իրականում հանած մի քանի արտիստի ելույթը մնացածը ինձ համար գոնե սարսափելի էր ու կան լուսանկարներ, որոնք նույնիսկ այստեղ ես ինձ թույլ չեմ տա տեղադրելու, կիսամերկ տղամարդիկ, մերկ տղամարդիկ, մերկ կանայք, մերկ մինչև իրենց սեռական օրգանները, ու ասենք չեմ ընկալում դրա էֆեկտը որն է ու դրա ազատությունը որն է, իսկապես չեմ ընկալում, երբեք չեմ ընդունել, հիմա առավելևս չեմ ընդունում, ու երբ որ մանավանդ օլիմպիական խաղերի համատեքստում էլ ինչ որ առանձին մասնավոր կներեք փարթի չի, որ ասես թե լավ իրենք իրենց գործը, ու դա բոլորովին ազատության հետ աղերս չունի, բոլորովին, ու մանավանդ խորհրդավոր ընթրիքի իրենց կապկումը, այդ խայտառակ պերսոնաժներով, որ այն աստիճանի, որ իսլամական աշխարհն է արդեն պաշտպանում քրիստոնեությունը, այդ աբսուրդի ենք հասել։ Եվ այդ է ասում, որ մենք այսինքն հայկական իրականության մեջ միշտ չենք դիտարկում աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններ ու վերջում տեղի ունենում այն, ինչը տեղի ունենում ցեղասպանությունից մինչև ունեզրկում, հայրենազրկում, մեկ էլ ասում ենք, վայ ոնց եղավ, այդպես։ Խառը աշխարհաքաղաքական բաներից բխելով։ Եվ երեկվա դիտարկմանս հետ կապված ստացա շատ նամակներ նրա մասին էր, որ եկեղեցում պատարագի ժամանակ նկատողություն են անում շատ դեպքերում կանանց, աղջիկներին, եւ նրանք նեղված, խոցված գնում են, փոխարենը հավատքի մեջ ամրանալու ավելի մոլորվում են, նեղվում են։ Ես չեմ ասում, որ կարգը չպահպանվի։ Ես չեմ ասում ստեղծեն հատուկ արտոնյալ պայմաններ միայն նրա համար, որ կինը պատարագի մասնակից է կամ տարիքով է կամ բան, բայց ես ասում եմ բոլոր կանոններից առավել կարևոր է սիրո կանոնը։ Եվ մանավանդ, եթե արվում է նկատողություն, այն էլ հոգևորականի կողմից կապ չունի, սարկավակ է, բարձրաստիճան հոգևորական է, շատ կարևոր է տոնը, նկատողության տոնը, ու նկատողություն թող դա չլինի, այլ ուղղորդում։ Այո, մարդիկ չգիտեն, այո, շատերս թերի ենք, այո, քրիստոնեությունը պարզվում է մեր պետական կրոնը չի, որևէ կերպ, այո, մենք մոլորված ենք, այո, լիքը խնդիրներ, մարդկայնորեն, սիրով ուղղորդել։ Ոչ թե քննախույս, հարցախույս, հատուկ տոնով, ասես ծառաներ են այդ մարդիկ ու մանավանդ կանանց նկատմամբ առանձնահատուկ հարգանքով։ Այո, որովհետև կանայք ավելի նուրբ են, այո, ավելի զգացմունքային են, եւ այո, իրենք իրենց հավատարմությամբ եկեղեցուն, իրենց տղամարդկանց, իրենց եղբայրներին, իրենց հայրերին, ամուսիններին ու առհասարակ իրենց կենցաղային անհավանական ծանրաբեռնվածությամբ ունեն քառապատիկ առավել խաղաղվելու կարիք եւ իրենց հոր տանը, Աստծո տանը, հայ առաքելական սուրբ եկեղեցում իրենք պետք է ունենան այդ խաղաղությունը։ Ուրեմն ուղղորդեք հարգելի եկեղեցականներ, հոգևորականներ, սարկավակներ, ուղղորդեք ոչ թե քննախույս, հարցախույս արեք ու մեղադրականով ու այո նորից կկրկնեմ, տարիքով, մանավանդ ֆիզիկապես թույլ ու տկար
կանանց պետք չի խոստովանությանը արդեն կանգնած հերթից անել, ինչ եթե տղամարդիկ անցնեն նոր կանեք, եթե նույնիսկ ձեզ մոտ կարգով այդպես է։ Եվ մի վերջին բան, շատ դեպքերում եկեղեցում պատարագի մասնակիցներն են հենց շատ դեպքերում իրար նկատողություն անում, ընդ որում անպայման բոթելով, տարածությունը չպահելով, բան։ Ես անձամբ ամեն անգամ անցնում եմ այդ փորձությունների միջով եւ իհարկե ինձ դա չի խանգարում վերադառնալ իմ ամենաթանկ ու կարևոր վայրերից մեկը պատարագին հենց եկեղեցում, բայց բնական է դա ստեղծում է անհարմարություններ։ Այսինքն իմ այս ասածը չի վերաբերում կոնկրետ պաշտոն է հոգեվորականներին, սա մեր հայկական ինքնության ինչ որ ոչ հաճելի բաղկացուցիչներից է։ Քո գերանը չտեսած ուրիշի մասին խոսել։ Կարող է մարդը չիմանալ, որ պետք է գլխածածկ մոտենա բանին, խորանին, կարող է, բայց եթե նա դա անում է չիմացությամբ, այլ ոչ թե մտադրությամբ, այդ մեղք չի համարվում որևէ օրենքով, ու պետք է նրան ուղղորդել սիրուն։